Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որն անդրադառնում է գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում։ Ալկոհոլը մեղք է, թե ոչ։ Ես ինքս երբեք չեմ օգտագործել եւ չեմ խմում, բայց շատ մարդկանց եմ տեսել, ում կյանքը, ընտանիքը եւ առողջությունը փչացել է դրա պատճառով։ Այսօր անկեղծ կխոսենք առանց շաքարավազի։ Ինչ է ասում Աստվածաշունչը։ Աստվածաշունչը չի ասում գինին մեղք է, բայց շատ հստակ խոսում է չափից դուրս օգտագործման եւ կախվածության մասին։ Եփեսացիս 5:18 Եվ մի հարբեք գինով, որովհետև դա ավելորդություն է, այլ լցվեք հոգով։ Մեր եկեղեցական ավանդույթում չափից դուրս խմելը միշտ համարվել է մեղք եւ թուլություն։ Իրական վնասները կյանքում 3:30, 6:30։ Հայաստանում ալկոհոլի հետ կապված խնդիրները շատ են։ Տարեկան հազարավոր մարդիկ են մահանում ալկոհոլից եւ դրա հետևանքներից՝ վթարներ, ծեծկռտուքներ, լյարդի հիվանդություններ։ Ընտանիքներ են քանդվում։ Շատ կանայք եւ երեխաներ տառապում են ալկոհոլով ամուսնու կամ հոր պատճառով։ Աշխատանքի կորուստ, պարտքեր, առողջության վատ թարացում։ Շատերի մոտ այն սկսվում է տոնի օրերին եւ վերածվում ամենօրյա սովորության։ Ես ճանաչում եմ ընտանիքներ, որտեղ ալկոհոլը դարձել է հիմնական թշնամի։ Մի հայր, ով սկսել էր միայն ընկերների հետ, վերջում կորցրեց ընտանիքն ու առողջությունը։ Շատերն են ասում. ես վերահսկում եմ, միայն չափավոր եմ խմում, միայն գինի, միայն տոներին, բայց հարցը հետևյալն է. արդյոք քեզ համար դժվար է պատկերացնել տոն առանց ալկոհոլի, արդյոք խմելուց հետո փոխվում է քո վարքը, արդյոք ուրիշները տուժում են քո խմելու պատճառով։ Եթե այո, դա արդեն վտանգավոր գիծ է։ Աստված մեզ կոչ է անում լինել սթափ, հստակ մտքով։ Եզրակացություն եւ գործնական խորհուրդներ։ Ալկոհոլը մեղք է դառնում, երբ դառնում է կախվածություն, վնասում է քեզ եւ մոտիկներին, խանգարում է հոգու լցվածությանը։ Եվ ինչ անել, եթե խնդիր ունես կամ ուզում ես խուսափել։ Աղոթիր եւ խնդրիր Աստծուն ուժ, հեռացրու տնից ալկոհոլը, գտիր ընկերներ կամ եկեղեցական համայնք, ովքեր չեն խմում։ Փոխարինիր սովորույթը նորով, թեյով, սպորտով, ընտանիքի հետ ժամանակով։ Եթե կախվածություն ունես, մի ամաչիր դիմել մասնագետի։ Եվ վերջում, իսկական ուժը ոչ թե շշի մեջ է, այլ սթափ մտքի եւ Աստծո հետ հարաբերության մեջ։ Եթե այս տեսանյութը օգնեց քեզ, գրիր մեկնաբանություններում, որ թեման ես ուզում, որ հաջորդը անեմ, բաժանորդագրվիր եւ սեղմիր զանգակ։ Աստված օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքները, մնացեք սթափ եւ լուսավոր։